Այսօրվանից սկսած մենք ասում ենք Բիչինան ոչ միայն Շամշադինցունն է, այլև Հայաստանինն է, այլև ամբողջ աշխարհինն է, որի համար ես շնորհավորում եմ բոլորիս հատուկ։ 2019 թվականին էր Բիչինա Շամշադինի համը խորագրով միջոցառմանը Տավուշի այն ժամանակվա մարզպետ Հայկ Չոբանյանը ոգևորությամբ շնորհավորում էր բոլորին, այդ թվում նախաձեռնության հեղինակ Բագրատ arczepiskopos Գալստանյանին։ Հիմա սակայն պարզվում է Բիչինայի համն անթերի չէր։ Վարչապետի հրաժարականի պահանջով փողոցային պայքար ծավալած հոգևորականից իրավապահներն այժմ պահանջում են վերադարձնել Բիչինայի արտադրության տարածքը։ Մարդը Աստծո ստեղծագործությունն է եւ մարդը բոլոր առումներով պետք է արժանապատիվ կյանք ունենա։ Շամշադինե կոմիտ մսամթերքի արտադրամասի բացման հանդիսավոր արարողությունից 7 տարի անց իրավապահները եզրակացրել են Տավուշի թեմի նախկին առաջնորդին պատկանող այդ տարածքն իրականում զորանոց է, որը ժամանակին չպետք է օտարվեր նրան։ Հիմա պետությունը պահանջում է հետ տալ գույքը, անվավեր ճանաչելով տարիներ առաջ կնքված գործարքը։ Անընդհատ փորձում են այդ նույն նյարդի վրա խաղալ եւ Սրբազանին եւ իր մերձավորներին եւ հանրությանը այդ մեսիջը ուղարկել, որ եթե դուք ռեալ պայքար եք մեր դեմ մղելու, ապա մենք էլ մեր ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմը, կապ չունի դա հիմնավոր է թե անհիմն է, ծառայեցնելու ենք, առնվազն ձեզ փորձելու ենք, այսպես ասած, ջլատել ձեր ռեսուրսները խլել։ Ահաբեկչության փորձի մեղադրանքով կալանավորված հոգևորականի փաստաբան Տաթևիկ Սողոյանը զարմացել է, երբ տեղեկացել է դատախազության այս մի հայցի մասին։ Նույն այս պահանջը դեռ դեկտեմբերին դատարանը մերժել էր վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Դատախազությունն էլ այդ որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ Ատյան, բայց Վերաքննիչի որոշմանը սպասելու փոխարեն դատախազությունը նոր հայց է ներկայացրել։ Բայց չսպասելով գործի քննությանը, իհարկե ակնհայտ էր, որ այդ վաղեմությունը սպառված է, ըստ էության նույն հայցը բերեցին այլ ձևակերպմամբ։ Մինչ փաստաբանը նկատում է, որ դատախազությունը նույն հարցը հիմա այլ փաթեթավորմամբ է փորձում ներկայացնել, գլխավոր դատախազությունից ազատությանը փոխանցում են։ Պահանջը նույնը չէ, փոխվել են իրավական հիմքերը։ Դեկտեմբերին դատարանում պարտություն կրած դատախազությունն այն ժամանակ պահանջել էր անվավեր ճանաչել 2014 թվականին Պաշտպանության նախարարության եւ Ոման Արտյոմ Սմբատյանի միջև կնքված առուծախի պայմանագիրը եւ որպես դրա հետևանք անվավեր ճանաչել նաեւ Գալստանյանի սեփականության իրավունքի գրանցումը։ Հիմա դատախազությունը խնդրել է դադարեցնել միայն arczepiskoposi սեփականության իրավունքը։ Ինչ տարբերություն, հարցնում է Բագրատ Սրբազանի փաստաբանն ու եզրակացնում, խլելով ազատությունը, փորձում են հիմա այլ ունեզրկել հոգևորականին նրանից խլել միակ գույքը։ Քաղաքացիները, մասնավոր անձինք իրավունք ունեն վստահելու պետական մարմինների կայացրած վարչական ակտերին եւ իրավունք ունեն, լեգիտիմ իրավունք ունեն տնօրինելու սեփականությունը, մանավանդ այն սեփականությունը, որի նկատմամբ կատարել են բարելավումներ եւ ներդրումներ։ Տավուշի թեմի նախկին առաջնորդն այդ հողատարածքն այլ անձից Արտյոմ Սմբատյանից գնել է 2014 թվականին 400,000 դրամով, համավարակից հետո այն փակվեց։ Ու այժմ մսամթերքի արտադրության ներդրումների վարկային բեռն ընկած է հենց նրա ուսերին, նկատում է փաստաբանն ու հարցնում, ինչ մեղք ունի հոգևորականը, որը որպես թեմի առաջնորդ գնել էր տարածքը, որ ներդրումներ անի, օգնի գյուղացիներին իրացնել մսամթերքը։ Տաթևիկ Սողոյանը պնդում է, այդ տարածքը երբեք զորանոց չի եղել, զորք այդտեղ չի տեղակայվել։ Պարզապես խորհրդային տարիներից եղել է հակակարգտային կայանների վայր ռազմական գերատեսչության ներքո։